բարգևների նյութը ասեմ, որ շատ խոր նյութ է, եղբայրներ քույրեր, եթե 8 շաբաթներ դրա վրա ժամանակ դանք հաստատ չի վերջանալու, եւ ես չեմ չափազանցում, որովհետեւ սա ճշմարտություն է, որ ես ասում եմ շատ խորն է, բայց մենք պիտի փորձենք ընդհանուր տեսնենք, թե ինչ են բարգևները եւ Աստծո խոսքի լույսի ճշմարտության բացատրությամբ գիտնալով ինչպես կարող ենք այն օգտագործենք մեր կյանքի մեջ, մեր ծառայության մեջ, որպեսզի Տերոջը հաջելի ցևով քալենք, շարժվենք եւ նաեւ իրեն փառավորենք։ Ուրեմն բարգևներու նպատակը Աստված փառավորել է, Աստված ինքը պիտի փառավորվի։ Ինչը բարգևը, բարգևը Աստծո կողմից դրված, ուզում մերականշեն լավ բացենք, Աստծո կողմից դրված քերբնական կարողությունն է, որ Աստված դալիս է իր զավակներուն, որու միջոցով իրենք կարող են Տերոջը պատվեն ծառայելով եւ ծառայության արդյունքը ինչ պիտի լա, բդուղ պետք է բերվի։ Եվ ինչպեսի բդուղ, նեխած, ավրված, հոդած, ոչ, լավ բդուղ, պատվավոր բդուղ, մնայուն եւ Աստված փառավորող բդուղ։ Այս է բարգևի նպատակը։ Բարգևը չեմ ուզեր շփոթեցնեք ուրիշ ճշմարտությունների հետ, որ Աստվածաշնչի մեջ գրված է։ Մարդիկ անգարում են բարգև կնշանակե երեխեք Աստծո բարգևն են։ Գերեւի դրա մասին է խոսում, չէ՞ տերիխմար, չէ, դրա մասին չէ որ խոսում եմ։ Գերեւի կյանքի մասին է խոսում, կյանքը որ բարգև է, չէ, դրա մասին չէ։ Լավ գին ունենալ, լավ ամուսին ունենալ, լավ երեխա ունենալ, այդ դրանք շատ լավ բաներ են, կամ են փրկությունը, որը ձրի բարգև է։ Ես դրա մասին չեմ խոսում։ Ես փրկված հավատացյալի կյանքի մեջ եղած Աստվածային մեծ նվերի մասին կխոսեմ, որ ամեն մեկ հավատացյալ իր մեջ ունի։ Ուրգից գիտենք, Եփեսացիս 4:7-ի մեջ կսե, բայց մեր ամեն մեկուն, ուրեմն Սուրբ Հոգին ամեն մեկուն կսե, շնորհք դրված է Քրիստոսին բարգևին չափովը։ Ուրեմն չկա հավատացյալ մսե, որ ես բարգև չունիմ, շնորհք չունիմ։ Ամեն մեկս ունի բարգև, ունի շնորհք, բայց նպատակը ինչ է, որպեսզի ես բդուղներ բերեմ, Աստված փառավորող գեղեցիկ մնայուն։ Եվ ինչ որ անում եմ իմ կյանքիս մեջ, պետք է ես լրջությամբ հավատքով անեմ, որովհետև երբ որ այդպես անում եմ, այն ժամանակ Աստված ձի բարձրացրելու է։ Ծառայությունս ամենասկիզբը, երբ որ ծառայության պիտի մղվեի, մեկ հատ գոչ մը լսեցի եկեցու պատասխանատուն այդպիսի գոչ մը ըրավ, ասա որ եթե անգամ մի հատ բաժակ ջուրմը բերես եւ մեգումը դաս Հիսուսի անունով դուն վարձ կունենաս։ Միջեմ հիշում եմ, դարիներ անց է 20 քանի տարի անց է 28-29 տարի անցել է, միջեմ ամեն անգամ որ բաժակ ջուրի նայում հիշում եմ իր խոսքը։ Դրա համար ամեն բան որ անում ենք Տերոջը անունով, Տերոջը համար, սրտանց ենք անում, Աստծո բարքի համար, Աստված մեզի անպայման վարձատրելու է։ Եկեք բանանք մեր Աստվածաշունչերը, առաջին Պետրոս թուղթեն պիտի նայենք, 4-րդ գլուխ 7-րդ համարեն գարտա միջև 11-րդ համարը։ Բացենք մեր նոր գդագարանները, եթե չունիք ձեր արչևը տրված ունիք նոր գդագարանը, մեր երիտասարդները մեկ այսօր շատ քեղեցիկ ծառայություն արավ, դեր օրհնե իրեն, բարձրացրե իրեն աշխատանքը։ Ուրեմն բացում ենք առաջին Պետրոս 4-րդ գլուխ 7-րդ համարեն պիտի գարտա միջև 11-րդ համարը։ Ասում է սակայն ամեն բանի վախճանը մոտեցեր է, ուստի ինչ եղեք, թմրեք, քնեք, արխային ապրեք, ոչ, ասում է զգաստ եղեք։ Ուրեմն զգաստ եղեք։ Աստծո խոսքը մեզի զգաստության կգանչի։ Այսինքն մեզի բռնում Աստծո խոսքը, մեզի sense մի քիչ բռնում ցնցում է, թափ է տալիս։ Ասում մի հատ զգաստացիր, մի հատ խելքդ գլուխդ հավաքի, այլ հերիք է, ինչքան ապրեցար քեզի համար, աշխարհի համար, հadoop ինչ որ խաղապարների համար, հայնասիրական ինչ որ բաներ ունիս, որը լավ է, բայց Աստծո խոսքը գործված է քո այդ հոգին արչև, գսե սկաստ եղիր, արթնցի մի հատ թափ դուր քեզի ու գսե աղոթքի մեջ արթուն գեցեք եւ ամեն բանի առաջ գսե իրարու հանդեպ սրտանց սեր ունեցեք, անգերց սեր ունեցեք։ Վասնզի սերը մեղքերի բազմությունը ինչ կնե գծածկե, չի խայդարագեր, հավա ինչ կնե գծածկե։ Իրարու հյուրասություն ցույցեք առանց դրդունջ ընելու։ Ամեն մեկը ինչ շնորհք որ արավ, զանիկա իրարու մատգարարեցեք Աստծո զանազան շնորներուն բարի դնդեսներու պես։ Աստված կուզե մեզ դեսնե որ մենք բարի դնդես ենք։
Ինչ որ ինքը մեզ դված է նվեր, բարգև, մենք բծախնդրությամբ հոգ ենք դանում, փարի դնդեսներու պես, ոչ թե անիրավ դնդեսներու պես կամ չար դնդեսներու, հապա փարի դնդեսներու պես գսե։ Եթե մեկը խոսի, եթե մեկը Աստծո խոսքը խոսի, թող գսե Աստծո բատկաներու պես խոսի, այսինքն թող Աստծո վերցնե եւ դա ժողովրդին։ Եվ Աստված մեզ հետ ինչի միջոցով խոսել է։ Իր խոսքի միջոցով։ Եթե մեկը խոսի, թող Աստվածաշնչի հոգիով եւ ճշմարտությունն թող խոսի գսե։ Եթե մեկը մատակարարություն գնե, որպես թե Աստծո շնորհների զորությունն թողնե, որպեսի ամեն բանի մեջ Աստված բարավորվի Հիսուս Քրիստոսին ցերկով, որում փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Երբ որ դու այդպիսի կյանքով ես ապրում, չգարձես որ ամեն բան շատ լավ պիտի երթա։ 13-րդ համարը գուքա։ Սիրելիներ գսե, օդար փամի սեպեք այն նեղության փորփոխումը որցես փորձելու համար գն եւ շարունակությունը գարտանք այդտեղ։ Երբ որ մեկը գաբրի աստվածաբաշտ կյանքով, աստվածաշնչյան հոգիով գաբրի, կյանքի մեջ հեշտ չի լինելու իրեն։ Նեղություններ պիտի ունենա եւ նեղությունները մեզի համար է եւ Աստծո խոսքը օդար փամի սեպեք, մի զարմացեք։ Ուրեմն դա մեզ պետք չէ զարմացնե։ Ուրեմն Աստծո խոսքի մեջ կտեսնենք բարգևները եւ բարգևները կօգտագործվին հadoop միջավայրի մեջ եւ երբ որ կգարտանք Հռոմեացիս 13-րդ գլուխը, բոլորս գարձեմ գարտացել են։ Առաջին եւ երկրորդ համարը գսե Աստված կուզե որ մենք ինչ էլանք գենտանի ոչ թե մեռած, գենտանի զոհմը ուր տրված իր զոհասեղանի վրա, որբեսի ինչ էլանք, որբեսի մենք իր ցերքի մեջ կորձածելի էլանք, բիդանի անձի գլանք, Աստված գուզե մեզ ամեն օր տեսնի գենտանի զոհ իր զոհասեղանի վրա։ Երբ որ այդպես գլա, այն ժամանակ Աստված մեր իր զորությունով գլեցնե եւ մեզ կարաշնորհ է եւ մեր կյանքերը բդղապեր գլա։ Մարդիկ կան, երբ որ գալիս է նոր ծառայության մեջ, շատ քեղեցիկ է իրենց հետ աշխատել, շատ։ Ես այդպիսի լիքը փորձառություն ունեցել եմ, երբ որ նոր են գալիս ծառայության մեջ, գալիս է շատ հեզ, շատ խելոք, շատ հելու, շատ հնազանդ, հետո գարձես թե որ փորձառություն են ունենում, մի քիչ ծառայում են դերոջը, 1, 2, 3, գարձես թե իրենց նկարակիրը փոխվում է։ Անոր դերոջ հետ կքալե նկարակիրը պետք չէ փոխվի ավելի վադի։ Ընդհանրակ, անոր դերոջը կմոդենա, դերոջը կսկսի նմանվի։ Արաբերեն ասացված կգա գսե, մեկը եթե մեկում հետ 40 օր քալե, իրեն բես կրինի։ Ես կզարմանամ, այդպեսի ծառաներ, երբ որ դերոջը գուքան, դարիներեն հետո կտեսնես չոր, գոբիտ, գոշտ, անհասկանալի եւ դեսում ես աշխարհային կամ մարմնավոր խորհուրդներ մեջը։ Ինչպես նոր հարսի պես, երբ որ դու գալիս է, հեզ, հելու, խելոք, հիմա գեսուրները ասեն ինչ լավ է, լավ խոսի, դի մեր սրտով ես խոսում։ Հետո փոխվում են, ինչ եղավ, ինչը փոխվեց։ Սկսում են իրենց մասի մեծ գարձիկ ունենալ։ Ընդհանրակ, ծառայության ժամանակ ես իմ մասից մեծ գարձիկ պիտի չունենամ։ Ես պիտի փոքրանամ գսե Հովանես Մկրտիչը։ Ան ինչ պիտի լա, պիտի մեծնա։ Ես ոչինչ եմ, ես Գաբրին, ոչ թե Գաբրին ես, հապա ով Գաբրի մեջ ես, Քրիստոս Գաբրի մեջ ես, ես բաշտոն ունիմ, ուրեմն ինձ իրավունք վերաբահված է այդպես խոսել, ուր մնաց Քրիստոսի սերը, ուր մնաց, մենք աշխարհին պիտի չնմանվենք, Քրիստոսի Աստծո թագավորության մեջ ուրիշ սկզբունքներ կան, սկսում ենք մեզ բարձրացնել, համեմատել ուրիշներու հետ, մեծ հաշվի պիտի նստիս, եւ սկսում ենք ինչ անենք, գիտեք, ամենացավարի եւ ինձի ամոթալի բան, երբ որ սկսում են դերոջը ծառաները հաշվեն իրենց զոհողությունները, ես ասինչ ըրեմ դերոջը համար, եւ սկսում են դետրագ ունի, մի հատ դեֆտեր ունի, գրում են, ես ինչ եմ արել դերոջ համար, ավելավ է ջուրի վրա գրի։ Այնտեղ գրվում է, եթե բարդ բադիվ այստեղ պնդրես, դու վարձքդ գառնես, բայց երկնքում վարձք պիտի չունենաս, չսպասես։ Ուրեմն եւ սկսում են նաեւ իրենց զրդանքները քրեն։ Գիտես, ես դերոջ համար ինչեր է անցել եմ։ Սուս մնա, մի խոսիր, վարձքդ կգործնցներ։ Ինչերով անցես, ինձ համար չես արել, դերոջը համար ես արել։ Դու գիտես, ես ինչեր եմ արել եկեղեցի համար, ինչքան էմեք ունիմ ես, ինչքան ներդրում եմ։ Չէ, դերոջը ծառաները այդպես չեն մտածել։ Դերոջը ծառաները ինչ որ անում են, դերոջը համար են անում, եւ գիտեմ որ երկինքի մեջ իրենք վարձք պիտի ունենան, եւ իրենք երկինքի վարձքի համար են աշխատում, ոչ թե երկրի վրա։ Եվ սկսում են իրենց համար թիվեր
թիվերու հետ վերտան ես առաջինն եմ առաջին չէ քոնի երկրորդ եմ սկսում են թիվերու եղբայրներ քույրեր Աստված չունի բարձենկոտ ծարանը Աստված չունի ինքնահավան եսասեր հբարտ այդպիսի երևույթներ դեսնում ենք դերոջ դաշտի մեջ ես այդպիսի երևույթներ ունեցողներուն չեմ ասում իրենք բրգված չեն ու ասում երեխային դեր փոքր են դեր հələ չեն մեծած դեր հələ գարամ ասեմ մի քիչ բադանի են բադաներ չներվիկ ես էսի վատ ծևով չեմ ասում ուղղակի դեր հələ աճման ընթացքի մեջ են ուրեմն երբ որ գարտանք Հռոմացիս 12:3-ը շատ գեղեցիկ գպատկերը մեզի այս մոդեցումը այս հարցը Հռոմացիս 12:3-ը գուզեմ որ բացենք առաջին անգամ որ գարտանքն է գարտեն պիտի ճիշտ չհասկանանք հիմա այս պիտի գարտամ մի անգամ բայց ես ցեզի պիտի գարտամ այն ցևով որ Աստվածաշունչը մեզի գսորվեցնե գսե քանզի ինձի դրված շնորհքով այս կսեմ ցեր մեջ եղող ամեն մեկուն որ արժան եղածը մտածելն ավելի փանջ մտածե հավասկաստ գենալ մտածե հավատքին չափով որ Աստված ամեն մեկուն բաժնեց հիմա եթե գարտանք այդպես փակենք գարծեմ թե ուրիշ ծևով պիտի հասկանանք բայց հիմա ես կուզեմ ցեզի գարտալ այնպես ինչպես որ Աստվածաշունչը մեզի գսորվեցնե գսե ինձ դրված շնորհքով ասում եմ ցեր մեջ եղող ամեն մեկուն չմտածեք իր մասին ավելի բարձր քան պետք է մտածել հաբա երբ որ մտածի իր մասին թող զգաստ մտածի հասկացանք միտքը ասի մենք մեզի շատ մեծ երևակայություններու մեջ չտնենք ես գիտես ես ով եմ այդ եսը մեռնի այդ եսը պետք է մեռածել այդ հին մարդը պետք է մեռնի որբեսի Աստված կարողանա նոր մարդ միջոցով կարողանա փառավորվի եւ կարողանա իր եկեղեցին շինել ուրեմն մենք մեզ չքերակնահատենք մենք մեզ չբարձրացնենք եթե մենք մեզ բարձրացնենք Աստված գիտեք մեզ ինչ կնե իջեցնե ինչու որովհետև մենք Աստվածային բնությանը հագարակ գսկսենք շարժվել որովհետև Աստված խոնար է հեզ է եւ Աստված հբարներուն ինչ է հագարակ է իսկ խոնարներուն ինչ կուտա շնորհք կուտա այո Եվ մարդիկ կան մեր մեջ, որ ոչ թե իրենք կնահատեն, հապա մարդիկ կան, որ իրենք նաև գտերա կնահատեն։ Մենք Դավիթ թագավորի մասին գիտենք, Դավիթ թագավորը Սաղուի առջև գեցավ եւ ասավ ինչու ինձ գահալածես, ինչու դեվես ընկերես։ Ես ով եմ գսե։ Ես գսե սատկած շումն եմ, ես որդն եմ, չէ Դավիթ, ես համացան չեմ։ Չէ, դու դերոջը մարգարեն ես, դերոջը ծարան ես։ Աստծո սրտի համացան մեկն ես, դու քեզի մի իջեցներ։ Ուրեմն երկու ծառայություններ կան, մենք պետք է միջինը վերցենք, բալանսավորված լինենք։ Ով մեզի բալանսի կբերե, Աստծո հոգին։ Երբ որ մենք հոգիով կքալենք, մենք բալանսավորված կքալենք։ Իսկ երբ որ մենք մարմնավոր եւ աշխարհիկ ցևով կքալենք եւ գծարենք դերոջը, այն ժամանակ կսկսենք բալանսից ընկնենք եւ մեր մեքենան ձուր երթա, զիգզագ երթա, մեմը աճ, մեմը ցախ։ Ուրեմն առաջին Կորինթացիս 12-ի մեջ Պողոս գսե ժողովրդին Կորինթոսին գսե եղբայրներ չեմ ուզեր որ չկիցող լակ բարգևների վրա ուզեմ որ դքետ չլնեք դրա համար մենք հիմա եկել ենք Աստծուն որպեսի սերնենք ինչ են բարգևներ նպատակ ինչ է ինչպես կրնանք կորդազել ինչպես կրնամ իմ բարգևները սկիտնալ որպեսի դքետ չլակ Հռոմացիս 12:1-2-ի մեջ ասում է նաև գուզեմ որ դուք ընձայեք մեկ տեղ կսե չեմ ուզել որ դքետ լակ մյուս տեղ կսե գուզեմ որ դուք ձեր անձերը ընձայեք դերոջը որպեսի դերը մեզ կորդազել ուրեմն առաջին Կորինթացիս 12:4-ի մեջ կսե բարգևները զանազան են բայց դվողը ով է Սուրբ Հոգին է Եվ որու ինչպես կուտա, ինչպես որ ինքը գուզե, այդպես կուտա։ Աղաչելով, ձոմբայելով Սուրբ Հոգին ինձ բարգև կուտա, ոչ։ Խնդրելով, խնդրեցեք եւ ձեզի պիտի դրվի, ոչ, չի դալու։ Բարգևը իր նվերն է։ Մենք չենք կարող ասենք, ով ասած ես նվերը դուր։ Ընդհանրապես նվեր դվողը ինքը կուտա, չեն բահանջում նվեր։ Հասկացանք, չէ՞։ Բարգևը Աստվածային նվերն է, որ Աստված ինքը կուտա, որ գուզե, երբ գուզե եւ գրնալը ժամանակի համար դա չենք իմանում շատ գրնանք խոսիլ խորանա բայց այս հասկացողությունը պետք է ունենանք որ բարգևը Սուրբ Հոգին ինքը գուտա առանց ուզելու ինքը գուտա երբ որ գտեսնե պետքը երկրորդը մենք պետք է հասկանանք որ նաև բաշտոնները զանազան են 5-րդ համար 1 համար հետո 12-5-ի մեջ բաշտոնները ծառայություն կնշանակի եկեցի մեջ եւ դերոջը դաշտի մեջ բաշտոնները զանազան են
բայց գսե դերն է որ գանչում է դերը ինքը կգանչի մարդկանց ծառայության դերը ինքն է մեր մեջ գտնե փափակը գամենալը ընելը եւ ինքն է որ գանչում է իսկ 6-րդ համարը 12-ի մեջ գսե ներկորձությունները զորությունները զանազան են Աստված մեզի ինքը զորություն կտա մեզի չսե վերցուր բարգև ինչ գուզես քնարը չէ մեզի գզորացնե կերպնական ուժ կտա մեզի որպես մենք կարողանանք այդ բարգևները իքորս տնենք որո համար ինձ համար իմ բարգիս համար ոչ Քրիստոսի Բարգեմար նպատակներ ինչ են բարգեներ անցանկամ նայեցինք մի հատ վերականգնենք նպատակը Եփեսացիս 4:12-ի մեջ կտեսնենք սուրբերու գադարելության համար երկրորդ Բաշտոնին կորձի համար այսինքն ծառայության համար որպես կորձիկներ մատերիալ որպես ծառայողները իրենց ցերքի մեջ իրենց կյանքի մեջ ունենան կորձիկներ դերոջը ծառայելու երրորդը Քրիստոսի մարմնի շինության համար որպես շինարարական կորձիկներ մեզ դրված է այսօր մեկ կետար գուզեմ ավերսնել առաջին Պետրոս 4:11 գսե որպեսի ամեն բանի մեջ Աստված փառավորվի բարգևներու նպատակը Աստված փառավորել է տուն դերոջը գփառավորես տուն բարգևներ ունիս գփառավորես դերոջը անցանկամ շատ գեղեցիկ հաղորդակցություն ունեցանք շատ սիրելի ընտանիքի հետ դրամարտ եւ կին եւ միասին խոսելով բարգևները ինձ բարգևները գիտեին բայց չեն լուրջի չեն արած կամ չեն հասկացած 5 բարգև կդավ դան եղբայրը հետո դան քույրը մեկ բարգև կդավ հետո հասկացան որ երկուսը նույն բարգևներ ունին եւ սլակները երկուսի սլակները նույն սլակներ եղավ Աստծո բարք կուտակ մենք պետք է քննենք մեր բարգևները մենք պետք է հասկանանք մենք ինչ բարգևներ ունենք բարգևները պետք է սերդենք Եվ սերդելու համար ցեզի 4 դեր գուտամ, գրնակ երթալ եւ լավ խորը սերդեք։ Առաջին Կորինթացից 13-րդ գլուխ։ Հռոմեացից 13-րդ գլուխ։ Հեշտ է, չէ՞, չեք մոռանալ, չէ՞։ Առաջին Պետրոս 4-րդ գլուխ եւ Եփեսացից 4-րդ գլուխ։ Ասկա ավելի հեշտ։ Եփեսացից 4-րդ գլուխը գերտակ 11-12-ը գարտակ։ Առաջին Պետրոս 4-րդ գլուխը 10-11 գարտակ շատ մոդիկ են համարել իրարու։ Հռոմեացից 2-րդ գլուխը գարտակ 3-ն 8-րդ համարները Եվ առաջին Կորինթաց 13-րդ գլուխը 4-ն 31-րդ համարները։ Ուրեմն մենք պետք ունենք դքետ չլալու եւ պետք է հասկանանք։ Գուզեմ հիմա բացեք Մատթեոս 25-րդ գլուխը 14-ն 15-րդ համարը պիտի գարտանք։ Մատթեոս 25-րդ գլուխը 14-ն 15-րդ համար։ Օդար երգիր կացող մարդը գանչեց իր ծառաները եւ իր ունեցածը անոնց հանձնեց իր ունեցածը իրենն է, ինչ որ իրեն կպատկանի, հանձնեց, որպես բարի տնտեսներուն հանձնեց, եւ գսե մեկուն դվավ 5 դաղանդ, մեկուն դվավ 2, մեկուն դվավ 1, ամեն մեկուն իր կարողությանը չափով։ Աստված մեզի բարգևներ կուտա սիրելիներ, եղբայրներ, քույրեր, մեր կարողությանը չափով, մեր կարողության ավելի չի դարես եւ չես դելավ։ Հիմա քեզ դեսնեմ էլա, ինչ կարաս են։ Շատ ես խոսում դեսնեմ էլա, կարաս այդ բանը, չէ, ինքը գիտե մեր կարողությունը ինչ է, մեր կարողության չափով գտա։ Ուրեմն երբ որ գարտանք Աստծո խոսքը գտեսնենք երկու տեսակի բարգևներ։ Հիմա մի քիչ խորն ենք գնում ժողովուրդ։ Միչեմա ծովի մոդ բան ապիմոդիկ հիմա մի քիչ պիտի խորանանք երթանք ավելի խորքերը ուրեմն Աստծո խոսքը մեզի կսորվեցնի Աստվածաշնչի մեջ կտեսնենք երկու տեսակի բարգևներ ժամանակավոր եւ մնայուն եկեղեցի պատմության մեջ այս երկու բարգևները գային ժամանակավորը հիմա չկա չի կործածվում ոչ թե չգասելով վերջ քիչ քաշեցինք չկա չէ բայց հիմա Սուրբ Հոգին չի կործածել որտեղ պետք է չունի Եվ պիտի տեսնենք քիչ հետո թե ինչու համար ժամանակավոր գսենք այդ բարգևները։ Ուրեմն ժամանակավոր բարգևներ եւ մնայուն բարգևներ։ Ժամանակավոր բարգևները Աստվածաշունչը մեզի կսորվեցնի կորց առաքելոցի մեջ, երբ որ եկեղեցի նոր գշինվեր։ Գիտեք, եկեղեցի հասկացություն նոր էր հрьяաներու համար։ Աշխարհի վրա ասիկա նոր պրոջեկտ մներ։ Հետ կապար չուն եկեղեցի ինչ կնշան։ Երկու անգամ դեր Հիսուս խոսեր էր եկեղեցի մասին, ասում է Թում Պետրոսես ժայր կգոչվես, այս վեմի վրա իմ եկեղեցից պիտի շինեմ։ Եվ մույս տեղը գսե, եթե եղբայրները իրար հարց ունենան, եթե հանգարց չլուծվի այդ հարցը, թող ուրիշ մեկը կանչե, եթե չեղավ, թող երթակ գսե եկեղեցին ասե։ Ուրեմն Աստվածաշունչի մեջ դեր Հիսուս գտեսնենք երկու անգամ եկեղեցի բառը գսե, բայց աշակերտներով ման եկեղեցի քաղաքարը նոր բան է։ Ուրեմն պետք է այս եկեղեցին հաստատվեր։ Հաստատվելու համար հadoop բարգևներ Աստված տված էր, հadoop մարդկանց ժամանակավորապես։
Բիդի խնդրեմ այս բանը լավ պետք է հասկանանք։ Սա մեր եկեցի վարդապետությունը ժողովուրդ։ Մենք այդպես կհավատանք, դրա համար ուզեմ էսի լավ ըմբռնենք։ Ոչ թե չենք հավատում ժամանակավոր բարգեւն, չէ, բայց հիմա բիդանի չէ, կորձաձերի չէ։ Որպես ավելի հասկանանք ես ինչ նկատի ունեմ ժամանակավոր բարգեւներ, բացեք Մարկոս ավետարանը 16-րդ գլուխ 17-ին 18-րդ համարը կարդանք։ Մարկոսի 16-րդ գլուխը 17 եւ 18-րդ համար։ Երբ որ Տեր Հիսուսը երկինք պիտի համբարնար, իր աշակերտներուն բադվիրեց, խոսք մսավ, շատ կարևոր բան մսավ։ Եվ եկեցին նոր գշինվեր, եւ եկեցին շինելուն եւ հաստատելու համար այս բարգեւները շատ կարևոր էին, բայց հիմա կարևոր չէ։ Ինչու կարևոր էին, որովհետեւ սիրելիներ, Աստծո խոսքը թեր քրված չէր։ Մեր ցերկերի մեջ չգար Աստվածաշունչ, նոր գդագարանը չգար մեր ցերկերի։ Իրենց ցերկերի մեջ չգար, դրա համար պետք էր այս ծևով եկեցին հաստատվել։ Ինչ կգարտանք այստեղ։ Նայեք ինչ կսեմ։ Անոնք որ կհավատան, այս նշանները անոնց հետ պիտի լան։ Ուրեմն այս բարգեւները նշաններու բարգեւներ են, ժամանակավոր, նշան գսե, նշան։ Նշանները իրենց հետ պիտի երթան, իմ անունովս թևեր պիտի հանեն։ Թևեր հանելու բարգեւ չկա։ Թևեր հանելը իշխանություն է, որը դրված է եկեղեցին։ Այսի գուզեմ լավ հասկանանք։ Թևերը հանելը բարգեւ չէ, դա իշխանություն է, որը դրված է եկեղեցին։ Անհատներ կարող է ինչ-որ բաներ են, բայց եկեք ես ընդհանուրս եմ։ Դա իշխանությունը, որը դրված է եկեղեցին, բայց այն ժամանակ անհատներու դրված էր եւ նպատակը, քիչ հետո պիտի գարտանք Տեր Հիսուսը ինքը սա նպատակը ինչ է։ Ուրեմն գսե իմ անովս թևեր պիտի հանեն։ Նոր լեզուներ պիտի խոսին, որոնց մեջ քրագանություն կա, կհասկանաս, որոնց մեջ իմաստ կա, նյութ կա։ Հետո գսե ցերկերին օծ պիտի բռնեն եւ պիտի չխայտերեն օծը եւ գսե եթե մահարիտ թեղալ խմեն ուզենան իրենց թունավորեն իրենք պիտի չվնասե իրենց հիվանդներու վրա ցերկ պիտենեն եւ անոնք անմիջապես պիտի առողջանան այն ժամանակ այդպիսի բարգեւներ կար եւ ուրիշ դեր կգարտանք որ Բողոս մերեններուն հարություն առներ դվավ կգարտանք նաեւ որ թաշկինակներ հիվանդներու վրա գտնեն եւ գարողջանային շուկը իրենց վրա գոկար եւ կբժշկվեին Հիսուսի անունով արձած եւ ոսկի չունիմ բայց ինչ որ ունիմ քեզի գուդամ նազորվեց Հիսուսի անունով ինչ կսե քեզ ոտքի գսեմ ելիր քալե ուրեմն այն ժամանակ գար այդպիսի բարգեներ բայց նորենար սիրելներ 20-րդ համարը պիտի գարտանք եւ պիտի փակենք այս մասը շատ չեմ ուզի խորանալ որովհետեւ այս գեդի վրա շատ գրնանք խորանալ եւ Աստվածաշունչը ինքերեն գրնա ապացուցել 20-րդ համարը դեսեք ինչ կսե անոնք ելան ու ամեն դեղ կքարոզեին եւ դերը անոնց կորձագից էր ու ինչ կներ ու խոսքը գհաստատեր ու խոսքը գհաստատեր այն նշաններով որոնք անոնց հետ գերտային Ուրեմն նպատակը ինչ էր սիրել ուրեմն Աստծո խոսքի մեջ որ գարտանք բարգեւներ կտեսնենք որոնք ժամանակավոր են որոնք օգտագործված է որովհետև եկեղեցին Աստվածաշունչը չկա որովհետև եկեղեցին նոր պիտի շինի ես էսի մի հատ կարճ օրինակ մտերեմ որովհետև ավելի լավ հասկանաք շինարար եղբայրները լավ կհասկանան չնայած շինարարը քույրերը կան շատ շնորհքով դրա մասին չեմ ուզում խոսել ուրեմն երբ որ մեկը շենք պիտի շինե հողը գկանտե եւ հիմք գտնե չէ Հիմքի մատերիալը ուրիշ է, ցեխը ուրիշ է, բետոնը ուրիշ է, բետոնի չափը ուրիշ է, երկաթների հաստությունը ուրիշ են, հերավորությունները ուրիշ են։ Երբ որ բետոնը գտնես եւ սյուները կգանեցես եւ ասում ես բադը շարես, երկրորդ հարկը առաջին հիմքի պես չես կարող անես։ Եթե հիմքի բետոնը ասենք 20-25 սանտիմ է, երկրորդ հարկը կամ առաջին հարկը չես տուն 20-25 սանտիմ։ Ուրեմն շենքի հիմքը պետք է ամուրը լար։ Եվ այս հիմքը պետք է այնքան ամուր լա, որպես եկեղեցի միջև հիմա թիմանար։ Եվ փառք Աստծո, որ Աստված հիմքերը շատ ամուր դրավ։ Եվ Աստծո փառք ուտանք, որ եկեղեցին Սուրբ Հոգին հսկողության դակ է միջև հիմա։ Եվ միջև երբ հսկողության դակ պիտի լա, միջև հապշտակություն, միջև եկեղեցին դերոջը ներկայության մեջ մնա։ Ուրեմն չեր գարա հիմքը առաջին հարկի պես լար, երկրորդ հարկի պես լար։ Հիմքի մատերիալը նման ուրիշ է, երկաթները ուրիշ են եւ պետք է այս բանը լավ հասկանանք։ Ուրեմն բարգեւները Աստված որու գուտա կամ Աստված գուզե դեսնեմ մեր կյանքի մեջ որ մենք երբ որ բարգև ունենք գուզե որ դեսնեմ որ մենք բդուխ գբերենք ովքեր են բդուխ բերող բարգևներ ունեցողները այն մարդիկ ովքեր որ պատասխանատու են մենք եկեցի մեջ պատասխանատուներ ունենք
պատասխանատու մարդիկ կգնան լավ բդուղներ բերեն, ովքեր որ խոնար են եւ շատ կարեւոր այս բանի եւ այս գեդի մեջ վրաչին պիտի կենտրոնանամ քիչ հետո, ովքեր որ սիրով կնեն, ովքեր որ սիրով կնեն, պիտի նորմալ ասեմ, ովքեր որ սիրով կնեն, Աստծո սիրով կնեն, Աստծո սիրուն համար կնեն, իսկ ովքեր որ նախանձով, գրիվով, ինքը ինչպես կնա այս բանը ես չնեմ մրցակցության հոգիով համեմատելով ես իմ ավելի լավ եմ ինքը հələ չգիտի ո՞ց իմ լավ եմ այս տեսակի հոգին միջոցով նախ չես կարա բդուղ բերես դու սկսես դրտմես դու սկսես հոգնես դու քեզ մե ովքեր որ հբարդությամբ մրցակցության հոգիով եւ ադելությունով նախանձով կնեն գոկորդած բարգևները իրենք բերում են բդուղներ բայց նեխած բդուղներ Գիտեք, երբ որ կարդում ենք Գորոնթոսի եկեղեցին, գտեսնենք, որ իրենք բարգևներ ունեն, բայց զուր գօգտագործեն։ Բդուղներ ունեն, բայց ոչ աստվածահաճո եւ աստված փառավորող բդուղներ։ Մարդիկ կան, որ ծառայում են, բայց օդը ձեզելով են ծառայում։ Փամը գնեն դերոջ համար, գվազեն, ցույց կտան, որ իրենք փամը գնեն։ Եվ մարդիկ կան նաեւ ինչպես են մտածում, ասում են, այս եկեղեցիները հարուստ են հավանական է, դուրս եղբայրները իրենց կաջակցեն ես մտնեմ ծառայության մեջ դե դուրսը բամը չեմ գնալ մտնեմ ծառայության մեջ հելբետ դուրսի ասեն հավանական է դուրս եղբայրներ գտեսնեն որ ես տավ եմ ծառայում ինձի դուն գարնեն տրամ գարնեն ասի իր ծառայությունը զուր շահախնդրությունով գնե իր մոտիվացիան զուր է եւ ասված չի գնար փառավորվի մեկ խոսքով այս տեսակի ծառայությունները Աստծո աչքի համար Եբրայեցիս 9:14 է։ Էսի գուզեմ լավ հիշեք։ Եբրայեցիս 9:14։ Ինչ կսե Եբրայեցիս 9:14, որ շատ երկար չգարտամ, ասում է, որ Աստված պիտի սրբե մեր խեղճ մտանքը մերած կործերեն։ Սրանք կործեր են, բայց ինչպիսի կործեր են մերած։ Գիտեք, մերած կործեր 5 գդագարանի մեջ չեն գարտում։ Միայն նոր գդագարանի մեջ կգարտանք մերած կործեր։ Երբ որ գենտանի ունեցող մարդ, որ հոգի ունի մեջը, գենտանի սուրբ հոգին ունի մեջը, բայց մերած կործերը արդատրում։ Երբ որ օդար գրակների միջոցով զոհեր ես կատարում, երբ որ մարդաբաշտ ծառայություններ ես անում, երբ որ մարդահաճո, մարդակենտրոն, երբ որ անձնաշահ ծառայություններ ես անում, բոլոր ծառայությունները Աստծո համար հավասար են ինչի 0 արտիվ են, 0 չէ, հավասար է մերած կործերի, մերած։ Երբ որ կպանանք հայդություն երկրորդ գլուխ եւ կգարտանք Եփեսացիս թուղթին ուղված նամակը երկրորդ գլուխ, երկրորդ համարի միջև 4-րդ, երբ որ ես կգարտամ այս եկեղեցի կործերը ուղղակի նախանց կարաչանա մեջս, ասում, «Էս ինչ լավ եկեղեցին է, էս ինչ լավ եկեղեցի է»։ Երանի մեկը այդպես նան։ Տեսեք, այս եկեղեցին ինչպիսի եկեղեցի մնա։ Ձեր ախորժակ հիմա պիտի փանամ այս եկեղեցին, բայց տեսեք դերոջը քննադատական իրեն ինչը։ Գսե գիտեմ քո կործերդ եւ քո աշխատությունդ կնշանակե որ աշխատում ես մինչեւ վերջին ուժդ մինչեւ վերջին արյան գաթիդ մինչեւ սփարվիրդ էսի կնշանակե աշխատությունը այս հատվածի մեջ եւ գսե գիտեմ քո համբերությունդ գիտեմ քո գարկաբահությունդ գիտեմ քո եկեղեցի մեջ եղած կանոններ շատ գեղեցիկ է գիտեմ գսե քո համբերությունդ եւ որ չարուն չես կրնար դանիլ Փորձեցիր ցանոք որ գսեն թե Արաքյանը եւ Դեսար կդար որ ստախոս են համբերություն ունենալով նեղություն գրեցիր իմ անվանս համար վաու այս ինչ եկեցի է քերազանց եկեցի մնա եւ գսե եւ չթույլցար փայծ գսե փայծ ինչ եղավ այս փայծը ավրեց ցկեց այս եկեցի բադմությանը փայծ գսե քեզի թեմ փամոնի քու առաջվա նախանձախնդրությունը այդ սերը չգա գործընթացիր եւ ոչ թե գսե գործընթացիր գսե ցկեցիր հոժարությամբ մեկ կոմտրիր ուրեմն այս բոլոր կորձերը ինչ որ գնես Եփեսոսի եկեղեցի անդամներ հավասար են մերած կորձ ես չեմ ընդունում այս կորձերը ինձ համար մերած կորձեր են առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը երբ որ գանցնենք ուրեմն 10-րդ գլուխը խոսում է բարգևներու վրայով 13-ը շատ գեղեցիկ վերջացնի գարձեստը գսե եթե Տուն բարգևներ ունիս հրաշք կործելու, եթե տուն ունիս բարերարության բարգևը, եթե տուն լավ գխոսիս, եւ գսե եթե տուն սեր չունես, տուն ինչի նման ես, ցայն դվող բղնձի պես, շխուրջի։ Միայն շխուր ես անում, ամուկ ես անում, փոթորիկ ես անում։ Գնում ես, ինքը անցավ, գիտեմ որ տուն անցար։ Միայն փոթորիկ անող դու ես։ Աստծո խոսքը ասում է որ տուն ոչինչ ես։
Ոչինչ ես։ Աստծո գշիրքի վրա քեզ տրվեցավ, գշիրքով գշրվեցար, բայց բագաս գտնվեցար։ Աստված այդպես կնայի։ Եվ երրորդ համարի մեջ 13:3-ի մեջ գսե ինչ որ գնես բոլորը անօգուտ է, օգուտ չբերեր։ Ուրեմն բարգևները գիտեք որ միջավայրի մեջ հավեսով գործվի, սիրո միջավայրի մեջ։ Քիմիական ռեակցիաներ կան, որ պետք է միջավայր իրենց ապահովես, որպեսզի գրնան այդ ռեակցիան դեղի ունենա։ Բարգևները կորձում են եղբայրներ քույրեր սիրո միջավայրի մեջ, եւ սիրո միջավայրի մեջ եղած բարգևները մնայուն Աստվածահաճո, Աստված բարավորող բդուղներ կբերեն։ Աստված կհաճենա եւ օխ, էս այն ուզածս։ Ուրեմն Բողոս գսե եղբայրներ, չեմ ուզե որ դուք դքեդ ըլակ, չքիծող ըլակ բարգևներով վրա, ուզեմ որ հասկանաք։ Հասկանաք Աստված ինչպես կկործե։ Հասկանաք դերոջը գամքը ինչպես է։ Հասկանաք մեկ որպես եկեցի մեր աշխատանքը ինչ է երկրի վրա։ Հիմա քույրեր կան մեր մեջ ասում են, գիտեք, ես աղոթող մեկն եմ եւ ես գուզեմ աղոթքի բարգև ունենամ։ Գիտեք որ աղոթքի բարգև չի գա։ Աղոթքը առանձնաշնորհում է, որ մեզի դրված է, որպես եկեցի, դա բարգև չէ։ Ամեն հավատացյալ պետք է աղոթի։ Եվ սա հadoop բարգևը չէ, հadoop քույրերու համար, ինչ որ Աստված մի քանի քույրեր դվեր է, խեղճերը գերիվ բաժվեր են, դադաբարտվեր են, գերիվ ուրիշ բադից չկար Աստծո դուք պիտի աղոթող լաք։ Վահ, մենք չէ, աղոթը բարգև չէ, աղոթքը կյանքի ապրելացևն է, ադոր մասին ուրիշ անգամ կխոսենք։ Հիմա երբ որ նայենք նոր գդագարանը, այնտեղ կտեսնենք 20 տեսակի բարգևներ։ Բայց ես գուզեմ մի քիչ սրբակրեմ, մենք եղբայրներով երբ որ սերդեցինք 20 բարգև տեսանք, բայց մի քիչ որ խորը գնացի Աստվածաշունչ եւ ուրիշ տեսակի վերլուծական աստվածապանական քիրքեր գարտացի, հասկացա որ 20 չեն 19 են։ Երկու բարգև կա համարյա իրար մոդիկ են, բայց անուններով դարբեր են։ Բայց եկեք մենք 20 ընդունենք, լավ, որ չներվենք։ Եվ ինձ համար հայերենը շատ գեղեցիկ է։ Անգամներ կա որ չեմ ուզեր հունարեն բնակրով նայեմ, որովհետև բնակրին ինձ շփոթեցնում է, շշկրսում է։ Կարդում եմ հայերենով ախորժակով, հավեսով հասկանում եմ, ինչ ասում։ Ուրեմն այդ 20 բարգևներից եկեղեցիներ կան, որ ասում են, որ 4 բարգևը ժամանակավոր է, 16-ը հիմա կա, որուն ես կհավատամ եւ մեր եղբայրները մեծամասնությունը հավատում են այսպես եկեղեցի մեջ։ Ուրիշները ասում են 10-10-ով, 10 գա որ չգա, 10 գա որ գա, ուրիշները ասում են չէ, հավատացյալները բոլոր բարգևներ ունեն, որը ես այլ որոշ չափով կարող եմ ընդունել։ Չեմ ասել ընդունելի չէ, բայց հիմա դա հարց չէ, հիմա վարդապետական վեճ մեջ չէ, որ հիմա սկսենք իրար հետ գրի վնենք դրա համար։ Դու 10-10-ի մեջ ես, 4-16-ի մեջ ես կամ 0-20-ի մեջ ես, չէ։ Էսի ուղղակի մենք հասկանանք դարբեր ուղղություններ կան աստվածաշնչյան, դարբեր մոդեցություն, որովհետեւ մենք բան չնանք։ Հիմա երբ որ բարգև բառը լսում ենք, առաջին բառը մեր մտքի մեջ գիտեք ինչու կա։ Բժշկություն, հրաշքներ եւ վստահ լեզուներ։ Այս երեքը գալիս թե top 3-4 բաներ են։ Լեզուն եւ լեզուներու թարգմանություն։ Լեզուները թարգմանություն չի գա։ Դրան շատ ուշադրություն չեն դարձնում։ Կարևոր լեզուներով խոսելու բարգևը կարևոր կա։ Այս երեքը եղբայրներ քույրեր, սրանք նշանի բարգևներ են, որը եկեղեցի մեջ չկա։ Այսին անհատներ չկան, որ այս բարգևն է։ Ինձ մի սխալ մի հասկացեք։ Գավա ինչ որ միտեղ որտեղ որ եկեցին թեր գշինվի Սուրբ Հոգին այդ բարգևները գնա կորձած ես վկայություններ ասած եմ մեր գողքի հարևան երկրից Բարսկաստանից որտեղ որ եկեցները թակուն կհավաքվին Աստված հոնդեղ հրաշքներ կորձե Աստված հոնդեղ ես նեսած եմ մերելեր հարություն աներ գուտա ես չեմ կասկածում Աստծո զորությանը բայց որտեղ որ կա ազատություն Աստծո խոսքի ճշմարտության ընդունելություն որտեղ որ եկեցներ կան Ես կհավատամ, որ Սուրբ Հոգին այդ բարգևները պետք չունի կորձածելու։ Խոսքը, Աստված իր խոսքը իր ավելի բարձր է, ասի Աստծո խոսքը շատ բարձր է։ Աստված ադգա ավելի փամը մեզի չդված։ Ուրեմն չեմ ասել որ չկա, բայց մենք հիմա պետք չունենք, որովհետև նշաններու բարգևներ են դրանք։ Իսկ որ բարգևներն Աստծո խոսքը մեզի 16 հատ գեղեցիկ բարգևներ կուտա, որոնց մասին արժի հադիկ երտանք, որը գարձեմ մուս շաբաթ հադիկ դրանց վրայով երտանք։ Երբ որ գարտում ենք Եփեսացիս 5:18-ի մեջ երբ որ գսե հոգիով լեցվեցեք, ահա տեսա լեզուներու մասին խոսի։ Եղբայր, քույր, հեչ լեզուներու մասին դեռ փամը չի գա։ Եվ իմիջայից լեզուներու մասին միան Գորոնթոսի եկեցի մեջ քրված է նամակի մեջ եւ Գորոնթոսի եկեցին ամենափնտի թափթփված գներեք բարը չեմ ուզել ավելացեմ որ չվիրավորի քան ամենաանգարկ եկեղեցիներ
ամենաանգարտ։ Եկեք մենք մեզ չհամատենք կամ մեր վարդապետություն չշինենք այդ խոսքերի հիման վրա, որը Բողոս Գորոնտոսները ասեց։ Շինի հռոմացի վրա, հռոմացիներու վրա, շինի նաև եփեսացիներու վրա, շինի առաջին Պետրոսի վրա։ Ուրեմն Աստծո խոսքի մեջ նաև գարտանք Հուդայի մեջ 1:20-ի մեջ գսե Սուրբ Հոգիով աղոթեցեք։ Ահա, դեսար լեզուներու մասին խոսի։ Չէ, Սուրբ Հոգիով աղոթելը ուրիշ է, երբ որ դու հոգիով գաղոթես, հոգիեն գարաշնորհես, երբ որ հոգին քեզի գսե ինչ պիտի աղոթես եւ որու գաղոթես եւ Աստծո փառք երբ որ գդրվի այդ աղոթքի ժամանակ, այդ ժամանակ հոգիով աղոթել կնշանակե։ Հռոմացիս 8:26 հոգին բարեխոս կլա մեզի համար անպարպար հրաչակներ։ Օ, դեսար լեզուներ։ Չէ, այս անպարպար հրաչանքները հետ գապ չունի լեզուների հետ։ Ես լիքը անպարպար հրաչանքներով աղոթք եմ արել։ Բայց հետ լեզուներով չեմ աղոթել։ Մի անգամ Բաշտամուկի եմ գնացել, նոր է հավատացել։ Մի 2-3 ամսական է, չեմ ասում ինչ եկեցի, գնացի մի հատ հավաքույթ մգար, մտա դեսա ամենը սկսան լեզուներով աղոթեն։ Ես արաբերեն գիտեի։ Ես արաբերենով աղոթեմ, թող իրենք ուրախանան, որ մեկ արաբերեն աղոթող գա այստեղ։ Եվ հետ հոգին ինձ չարաշնորհեց զարմանալի 2-3 ամսական է շատ փափակ ունեի մեջ ես ինձ ցույց տալու որ ես տեսեք լեզուներ գիտեմ աղոթել ինչ է նյան դուք գիտեք ես արա բայց ես իրենց լեզուները բամը չի հասկանում որովհետև լեզուներ չէր ձայները ռուղագի ասված հերու բահեց մարդիկ կան ասում են մենք լեզուներու պետք ունենք որբեսի սատանան չլսե ինչ միամիտ ես ինչ բարձամիտ ես ասում են լեզուները մենք աղոթում ենք որբեսի սատանան չիմանա մենք ասու ինչ ենք խոսում Ինձ թվում է ոչ թե սատանան չի, սատանան մեկը չի իմանում դու ինչ ես խոսում։ Ու գողքիդ լսողները չեն իմանում դու ինչ ես խոսում։ Ու դու էլ չես իմանում։ Էդի լեզու չէ, էդի ձայներ են։ Աստված գարկ ու կանունի, քերականության, քեղեցկության Աստված է։ Շփոթության, դատն ու վրայի, քաոսի Աստված չէ եղած։ Եղավ ավելի խորը չեմ ուզեր տարածելու, այս գետի շուրջ գուզեմ որ դերը մեր մտքերը բանա որպես հասկանան։ Բարգևներու ցանկը որ կան գուզեմ այսօր միան գարջ վրային անցնենք, աղոթենք, վերջացնենք եւ դերը կամենամուս շաբաթ այդ ցանկի վրայով գանցնենք եւ մենք մեզ կքննենք թե արդյոք այս բարգևները ինչ ես ունիմ կամ ինչ ունի որ ես դուր չունիմ եւ որ Սուրբ Հոգի մեզի բացի։ Ես իցանց անգամ դնային հանձնարարություն դված է որ երթակ եւ ծեր բարգևները քննեք։ Չգիտեմ ունեցաք արդյոք այդ դուխտը ունեցաք այդ քրիչով եղած բաները ես ինչ բարգևներ ունիմ կամ չէ։ Կամ զրույթյան մատնվեցիք։ Հիմա չեմ ասել, ով որ քրեստող ձերքը բարձացի, չեմ ասել։ Բայց մեկ շաբաթ երկար ասեմ հանձնարարությունը, ուրախացեք, չեմ թադաբարդելու, այստեղ նշան -2 չեմ տնելու, ցեզի մեկ շաբաթ եւս ավելի, որովհետեւ երթակ եւ տեսնեք ինչ են ծեր բարգեւները։ Ուրեմն գնացեք առաջին Գորոնտացիս 13-րդ գլխու մեջ նայեք, գնացեք Հռոմացիս 13-րդ գլխու մեջ նայեք, առաջին Պետրոս 4-րդ գլխու մեջ նայեք եւ Եփեսացիս 4-րդ գլխու մեջ նայեք, լավ։ Եվ դերը ծեր միտքերը բիթման։ Հիմա ես պիտի տեսնեմ, պիտի գարտամ 16-ը մնայուն բարգևների մասին, մյուս 4-ը արդեն ասեցի։ Մյուս 4-ը հրաշքների բարգևները, լեզուները խոսելը, տարգմանությունը եւ հրաշքներու բարգևները, որու մասին հիմա չեմ ասի, ուրեմն ավելի չեն գնում։ Իսկ մյուս 16 բարգևները հիմա գսեմ, ինձ համար 16-ն գուզես 15 ընդունի խնդիր չի գա։ Մարգարեության բարգևը Հիմա դասես ասենց բարգև գա, իմ եկեցի, այո, գա շատ քեղեցիկ բարգև, եթե այդ բարգևը չլա, մենք գչորնանք այստեղ։ Դրա մասին մյուս շաբաթ կբացրենք, թե ինչ կնշանակի մարգարեության, վարդապետության բարգև, որոնք ուսուցիչներ են, Աստծո խոսքը սորվեցնողներ են, եկեցի մեջ հովիվը բարգև է, հովիվը բարգև է, այո, հովիվը բարգև է ըստ Աստծո խոսքի։ Ավետարանիչը բարգև է, առաքյալը կնշանակի ուղարկված, տեսփան, ղրկված միսիոնար բարգև է, անոր գսե սպասարկման մեջ է սպասավորները կամ մատակարարները, որոնք նույնը օգնողներն են։ Այս երկուսը նույնն են, բայց մենք եկեք առանձնացնենք սպասավոր կամ մատակարար, որը բնակրի մեջ դրված է որպես դիակոնիա, որը գրված է որպես սերվիս, սրանք բարգևներ են, որը գրնամ ասել մեծամասնություն եկեղեցի մեջ այս բարգև ունի։ Այս բարգևը գրնամ ասել թե հավատացյալները մեկը ասի որ ես բարգև չունիմ, այս իկոնը ինքը պետք է ունենա։ Լավ, սպասարկման կամ ծառայության բարգև, որը հետ մյուս անգամ կխոսենք, հորթորող կամ մխիթարող պարակլետիս բառն է, մխիթարության բարգև, փաշխող, ով որ նյութական ցևով ուրիշներուն գոքն է, դրա մասին հետո կխոսենք, վերագացու կամ առաջնորդ, սա բարգև է, որ իմաստության խոսքը, սա բարգև է,
Քիդության խոսքը բարգև է, հավատքը բարգև է։ Գիտես հաստատ դերենք, բայց մի բան խառնվել է։ Չէ, եկեղեցի մեջ հավատքի բարգև ունեցող եղբայրներ եւ քույրեր կան, որոնք ուժ եւ լիցք կուտան, որոնք դեսիկներ կդեսնեն Աստծո կորձի, ոչ թե երազներ կդեսնեն։ Դեսիկ չի նշանակի, որ բարգին ինչ տեսեմ։ Չէ, դեսիկ կնշանակի մի բան դեսնես, որ աբակային մեջ է, բայց Աստված քեզի ուժ կտա, որ այդ աբակային հասնես։ Այս մարդիկ հավատքի բարգև ունին, դրա մասին ավելի հետո կխոսենք։ Հոգիների զանազան բարգև գա, հապա ինչ, ամեն եկեղեցի պետք է մեջ ունենա այս բարգևը։ Հետո կխոսենք Գարավարողներ, ովքեր որ ադմինիստրատիվ կորձը գազմագերբելու մեջ են, այդպիսի բարգև կա, օգնողներ եւ վերջում ողորմություն ունեցող մարդիկ, որոնք շատ պետք են եկեղեցի մեջ, ողորմություն ունեցող։ Եղբայրներ, քույրեր, բարգևների նյութը շատ խորն է, շատ, բայց մեկ բան կուզեմ հասկանալ։ Ինչքան բարգև որ ունես, միգուցե դու 7, 8, 9, 10 բարգև ունես, ավելի միգուցե մենք տեսնում ենք որ դերը մեկուն 10 դվավ, մեկուն դվավ 5, մեկուն դվավ 2, մեկուն դվավ 1, ինչպես որ ինքը ուզեց։ Եթե դու այդ բարգևները օգտագործես քո անձիդ, քո շահիդ, քեզ համար, ոչ թե քեզ շիներու համար, չէ, անձնական անձնագենտրոնության համար, եւ Աստված պիտի չգնա այդտեղ փառավորվի, ուրեմն քո արած բոլոր գործերը Աստծո համար ոչինչ է, մերած է։ Աստված դվավ մեզի բարգևներ, որպես մենք իրարու շինենք, ես ձեզ շինեմ, դուք ինձի շինեք, Աստված դվավ բարգև, որպես մենք իրարու օգնենք, որ չքայթաղեցենք իրարու, որպեսի գադարելակորության մեջ երտանք, Աստված բաշխության մեջ, ճշմարտությամբ ախորժակ բացեմ ես, չէ, դուք իմ ախորժակս բացեք, Աստծո խոսքի եւ ճշմարտության մեջ ապրելով։ Աստված բարգևները դվավ, որպես եկեղեցին կարողանա իր ծառայությունները ճիշտ առողջ ձևով լա, ամեն մարդ իր դեղը լա, ով որ առաջնորդը առաջնորդության մեջ լա, ով որ գփաշխե փաշխելու մեջ լա, ով որ գողորմի չգնար առաջնորդը լա, ով որ հավատքի բարգևն է չի գնար, ասենք ինքը ուրիշ բան ունա, ասին դերը դված է բարգևն է, որպես եկեղեցին քեղեցիկ գարկաբահությունն է մեջը, ով որ թուրի պատասխանատուն է, թուրի պատասխանատուն մնա, ով որ բադհանի պատասխանատուն լա, գրծած էր միտքը հասկացեմ։ Եվ 4-րդը, եթե մենք բարգև ունենք եւ այդ բարգևը Աստծո բարգևը դեպի 4 կորձի, ուրեմն իզուր է։ Մեր քալի եկեղեցի, մեր վասկը, ամեն իզուր է։ Ուրեմն մենք ինչ որ ունենք, թե ուդենք, թե խմենք, թե ամեն ինչ կորձեր որ անենք, Աստծո բարգի համար պետք է անենք։ Թող դերը օրհնի մեզ, դերը փառավորվի, մեզ լեցնի իր հոգիով, իմաստություն տա եւ փնտրենք Աստծո խոսքի ճշմարտությունը, իր գամքը լավ հասկանանք եւ մեր կյանքերով թող ինքը փառավորվի, որովհետեւ ինքը արժանի է։ Ամեն։